Մեր սիրելի հետևորդը ջան, մի թերթեք, նայեք 1,50,000 դոլարով ինչ լավ առանձնատուն եմ ձեզ ցույց տալի։ Որպեսզի գինը հիմնավորեմ, ասեմ ձեզ, միայն այս պայասոկը, ողջ մազայկեն չէ, 800,000 դրամ արժի։ Այս լողավազանը 31 քառակուսի մետր է ու մոտ 100,000 դոլար միայն հողամաս եմ ասում, լողավազանի ծախսն է։ Տաքած ֆող է նաև լողավազանը։ Տաքած ֆող, իրա պոմպերով, մաքրվող, ձյաննա հողը ինչքան է։ Հողը 1100 քառակուսի է, տան մակերեսն է։ 300,000 չոր հողի գինն է, կողքը այդ ձևն է։ Տան մակերեսն էլ 470 քառակուսի է։ Ամեն ինչ շատ խնամված է, մաքուր, լավ պահված է, քիչ բնակեցված է։ Ամառային խոհանոց ունենք, եկեք ցույց տանք։ Գիտեք, նոր ես հաշվեցի, միայն տան վերանորոգումը հեսա կմտնենք կնայեք ինչ մակարդակի արված ու ճաշակով, միայն վերանորոգված շինության մակերես այդ գումարը բաժանում ենք ձյանալում է 1500 դոլար։ Բայց մեջ հեսա կտենակ ինչ լյուստրաներով ինչ տեխնիկա է։ Ամեն ինչ թանկ է։ Դες պարզ է էլի լավ ամեն ինչ, պրոֆիլները տեսեք։ Սլայդ դռներ։ Ըհը։ Գնանք ես չեմ համբերում ուզում եմ ձեզ ցույց տամ այդ իտալական բազմոցը բան։ Ու ոնց հասկացա գնի մեջ է, չէ՞, գույք տեխնիկայով է վաճառվում։ Վաճառվում է գույք տեխնիկայով։ Բագրևանդում ենք գիտե, Բագրևանդի ամենալավ առաջարկն է, որ մենք ունենք, անկեղծ ասում եմ։ Անաղմուկ, բոլոր շրջապատում տները լավն են, թանկարժեք։ Էդ էլ է կապիտալ, Ժորժ ջան, ցույց տուր։ Հարևանի տունը սիրուն, խնամված, ծառերով նույնպես, այն մյուս հարևանը մի հատ այստեղ դատարկ հող կա, սպասում ենք էլի մի հատ կայացած հարուստ մարդ գա սարքի, սիրուն։ Ասֆալտով եկել ենք, կաթիլային համակարգով այս ծաղիկները իրանք իրանցով բուստում են, թորոմում են։ Պանորամային Ժանահեշի մի փունջ վարդ տանենք վերջում։ Պելուսոյի ծնունդն է, էլի կակրազովտից պետք է գնամ, էլ ծաղիկի ծախս չեմ անի։ Տեսեք, փողոցն է, հարգելիներս, գալիս է մեքենաներա, որ կարակ տեղավորեք, այնտեղ ունենք ավտոտնակ, առջևում մի խոսքով էլեկտրականի, մայբախի, սա հարմարությունները արած է։ Ու ճաշակով մարդ երևում է, էլի տես, չի ուզես է Բաղրամյան 26-ին նմանակի, մոդերն, երևում է չէ, որ Ամերիկայից ոչնա, տադամ, տադամ,